Այսա։ Մարտի 15-ին պարոն Սուքասյանին ուղղորդեմ։ Անձնագրային եւ վիզաների վարչությունը որ Խաչատուր Սուքասյանը քանի որ գտնվել է հետախուզման մեջ, ինքը չի բավարարում վերջին 5 տարվա նստակեցության ցենզին, չգիտենք ուր ա եղել, հետախուզման մեջ ա եղել։ Հիշում եք, չէ՞, ոնց որ թե Նիկոլ Փաշինյանը այդ ընտրություններին մասնակցեց, ոնց որ խորհրդարան անցավ որպես падգամավոր, բայց չենք մոռանում, որ պարոն Փաշինյանն էլ էր հետախուզման մեջ, ինչպես Խաչատուր Սուքասյանը։ Այսինքն մի դեպքում ցենզը համարվել է բավարարված, մյուս դեպքում ոչ։ Հիմա շատ լավ։ Եկեք ենթադրությունը թողնենք հանրապետականներին։ Հիմա տեսեք, եթե Խաչատուրը Սուքասյան եւ Նիկոլ Փաշինյանը նույն շրջանում փախուստի են դիմում, նույն ժամանակահատվածով գտնվում են հետախուզման մեջ, Խաչատուրը Սուքասյան մերժվում է, որովհետև ինքը չի եղել վերջին 5 տարին իր լինելու կասկածի տակ էր, որովհետև հետախուզման մեջ էր, բայց պարոն Փաշինյանը ստանում է։ Լավ, հիմա սա էլ է, չէ՞, փաստ։ Փաստա, ճիշտ է։ Ասում սա էլ է, չէ՞, փաստ։ Փաստա։ Երկուսը հետախուզման մեջ են եղել, բայց մենակ է դա փաստ։ Չէ, դա չէ, ասում մեկը ստանում, մեկը չի ստանում։ Հա։ Նույն կարգավիճակում։ Դա էլ է փաստ, ճիշտ է։ Չէ, նույն կարգավիճակում են եղել, դա էլ է փաստ, դա էլ է ճիշտ ասում մարդը։ Չէ։ Բայց դա ի՞նչն է սուտ ասում։ Բանկա որ ինչա սուտ ասում։ Ուրեմն տեսեք, Ժորժ ջան։ Էսի էլի հերթականն է, էլի ինչ այն ասում, էլի բերեմ այդ նորմալ լեզվով, էս իր բաների մեջ ես չգիտեմ դուք ճիշտ ընկալում եք թե չէ, ինչա ասում, ասում է նայեք։ Հերթական մի հատ փաստն է բերում, որ ինչի է այս սաղ սարքած։ Ասում է, տեսեք, 2012 թվականի ընտրություններն է այս 12-ներ չէ՞ ընտրությունները։ Այո։ 12 թվականի ընտրություններն է, դե ով որ падգամավորի տեխնացու պիտի լինի, ինքը պետքա բերի փաստա բան, տեղեկանք, որ 5 տարին վերջին բնակվել է, եղել է Հայաստանում, բնակվել է Հայաստանում։ Ասում է Խաչատուր Սուքասյանը ու Նիկոլը մարտի 1-ի դեպքերից հետո երկուսն էլ նույն շրջանում եղել են հետախուզման մեջ, ընդհատակում են եղել։ Հիմա Նիկոլին այդ փաստաթուղթը, այդ տեղեկանքը տվել են, Գրզոյին չեն տվել։ Ուրա տանում, ասում եմ, Գրզոյին չեն տվել, որտեղ դա Գրզոն չէր վարչապետի, այնց հետագա պլաններում, Նիկոլին ո՞նց են տվել, եթե երկուսն էլ հետախուզման մեջ են եղել։ Հիմա ո՞նց է դա եղել։ Ես ասեմ, թե դու ասես։ Ուզում ես ասենք։ Ես ասեմ, ուզում ես դու մեկնաբանի, ուրեմն ո՞նց է եղել։ Որպեսի ոնց է տեղի ունենում փաստ այդ տեղեկանքի ճշտումը, այսինքն դու նայում ես այդ մարդը երկիրը լքել է թե չէ։ Սեկտը նայում ես Սեկտը նայում ես լքել է թե չի լքել։ Գրզոն երկիրը լքել էր, ինքը գտնվում էր Գերմանիայում, հետո ինչ որ ուրիշ տեղ։ Արաբական Միացյալ Էմիրություններում, հետո մի խոսքով ֆրֆռում էր գնաց հետեներ։ Լավ փող ունի մարդը ֆրֆռում էր, հալալ լինի։ Գնաց Գերմանիա ֆրֆռած, հետո ուրիշ տեղ ֆրֆռած, այսինքն կային տվյալներ պաշտոնական, փաստա, որ Գրզոն քո ասած պարոն Խաչատուր Սուքասյանը չի եղել Հայաստանում։ Դրա համար իրան չեն տվել, ասել են ընկեր, քեզ ոնց տանք եթե երկրում չես եղել։ Իդեպ որ հիմա Կոչուբաևի մտքում չառաջանա հարցը, ոնց են Գրզոյին թողել, Նիկոլին չեն թողել։ Դուրս։ Էդ էլ ասենք։ Ուրեմն Խաչատուր Սուքասյանը փախուստի է դիմել այն ժամանակ, երբ որ չի եղել հետախուզման մեջ։ Հայաստանի տարածքը լքել է մարտի 1-ից առաջ։ Կամ մարտի 1-ի գիշերը։ Սամալյոտը նստել է մարդը, օրենքով նախատեսված կարգով թռել է Գերմանիա։ Հետո էլ ընդուց խնդրել աղաչել, պաղատել է, որպեսզի թողեն հետ գա, իրան չբռնեն, պայմանավորվել է այդ իշխանությունները, թե ինչ արել չգիտեմ, իրան չեն բռնել, եկել է հետ։ Դրա համար իր ցենզը չի բավականացրել, բայց մի հատ էլ կարևոր փաստ կա։ Մարտի 1-ի գործի տվյալներով, փաստական հանգամանքներով հիմնավորված է, որ Նիկոլը եղել է Հայաստանում, մասնավորապես Արմինե Օհանյանի տանը։ Դաչայում։ Դե որտեղ չգիտեմ։ Այսինքն Կոչուբաև չկպավ բրատ, էս էլ է սխալ։ Ուրեմն խափում է, մանիպուլացնում է, այս դեպքում ինքը ավելի շատ մանիպուլացնում է երևի, քան ստում է, որտեվ ինքը այստեղ փաստ ինքը ասում է ոնց եղավ, մենք ասում ենք ոնց եղավ, բայց իր այդ հարցը իր մեջ մանիպուլյացիա պարունակում, այսինքն ինքը հերթական մի հատ իբր փաստն է բերում, որ տեսեք, արա այդքան բան արին իր համար, նայեք, Բերթից թողին, բարձրագույն կրթության վրա աչքը փագին չունենալու, այնտեղ ինչ կարել, բանը Համաներում արեցին մի խոսքով, բարձրագույն կրթության հարցը ջրեցին, հիմա էլ փաստը որ առաջ գնա, չէ՞, պետք է բունը падգամավորից սկսի, որ հետո դառնա վարչապետ։ Տեղեկանքն էլ տվին, որ Հայաստանում ա եղել, երբ որ այնա խեղճ Գրզոյին չէին տվել։ Հասկացաք, չէ՞, ոնց ա եղել, այն մեկը գնացել է երկրում չի եղել, եղել է դրա մասին տվյալներ, որ ինքը երկրում չի, ըստ այդմ իրան չեն տվել, այս մեկը եղել է Հայաստանում, ստենդը փախած ման ա եկել, հետո իմացել ենք արդեն բոլորս, որ Տիկին Օհանյանը իրան
բանա տվել, հա, ոնց է, shelter-ը ոնց է երեն։ ապաստան։ Ապաստանա տվել, իրա դա չեմ որ դե դեպ կարծեմ տեղացանոթաց է Ալենի հետ եւ այլն մի խոսքով դա իրականել չի հարցի պատասխանը հետեւելն է այս մեկը եղել է Հայաստանում մեկը չի եղել Հայաստանում ըստ այդմ այս մեկին տվել են այդ փաստաթուղթը որովհետեւ չեն ունեցել որևէ փաստ որ ինքը Հայաստանում չի եղել դրա համար տվել են իրան որ ախպեր օքեյ դու եղել ես Հայաստանում վերջին 5 տարին այս ինչ վերաբերում է դրան հիմա այստեղ որ տեսնեք ինքը էլ եմ ասում իրա մանիպուլյացիաները հենց պետք է մենք ամբողջովին նայենք, հա, որտեղ մի կտորով որ նայում ես, ասում ես լավ, դե հիմա մի տեղ էլ խափելա կամ մի տեղ էլ սխալ է տեղեկացված եղել, այս բոլորը ինչ ինքը ասում, այս կտորներ են ինչ որ մի բանի, հա, այսինքն նաև Քոչարյանի ուրեմն ասացները կամ արածները տենց լույսի ներքո ներկայացնել Միևնույն ժամանակ փորձել դրանով ցույց տալ, որ իրանց հետո ամեն ինչ վատ էր գնում, հետո բոլորը փորձում էին աֆիլացվել Քոչարյանի հետ, բայց չէր ստացվում, բերվում էին թեզեր, որ լինենք բոլորս Քոչարյան, բայց այդպես չի, ու նաև այստեղ մի կարևոր կտոր կա, որ ինքը ես որտեղ արդեն կկորեմ հեսա այս բաների մեջ, էլի չգիտեմ։ Չէ, մի կորի, գնա, մի կորի։ Ապա դե բաներ կա, որ ինչ որ ապուշ բաներ է խոսում։ Չէ, դե ապուշ բաները չեն կանդրադառնում, դե լավ արի տենանք։ Որոշել սրանք հերքել, ասեն մենք Նիկոլի հետ